Լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական ասոցիացիան Էրեբունի բժշկական կենտրոնի հետ առաջին կոնգրեսն է անցկացնում։ Մեզ համար իսկապես մեծ ուրախություն է և պատիվ է ձեզ հյուրընկալել Հայաստանում և ես բոլորից շնորհավորում եմ մեր լսողության վերականգնման առաջին կոնգրեսին։ Կարծում եմ առաջինն է, շատ ներկայանալի է, բայց վստահ եմ, որ տարեց տարի ավելի ու ավելի ընդլայնվելու է։ Մի հարկի տակ են հավաքվել ինչպես քիթ կոկորտ ականջաբաններն, այնպես էլ աուդիոլոգները, լոգոպեդները, սուրդոմանկավարժները և հարակից ոլորտների այլ ավելի քան 250 մասնագետներ։ Այսօր կարծես թե մեր երազանքը իրականության դարձավ։ Շատ հիանալի կոնֆերանսը մինչև հիմա որ ընթացքի մեջ է։ Ունենք իսկապես մեծ քիթված փորձառու բժիշկներ, օդիոլոգիստներ, ամբողջ տարբեր երկիրներ են այստեղ եկած որ մասնագետ դառնան։ Մենք չենք մնում Եվրոպայից հետ կամ Ամերիկայից հետ, միշտ կփորձենք որ լավագույնը բերենք այստեղ, որ մենք հայ բժիշկները, հայ մասնագետներն մնան ատմագարտակի վրա։ Համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել աուդիոլոգիայի լսողության վերականգնման առաջատար փորձագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Բելարուսից, Վրաստանից և Միացյալ Նահանգներից։ Նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը Հայաստանում շատ կարևոր է, որովհետև դրսից հրավիրված են բազմաթիվ մասնագետներ, այդ ոլորտի պրոֆեսիոնալներ տարբեր երկրներից, որոնք այստեղ ներկայացնում են իրենց աշխատանքային փորձը։ Ներկայացվում են լսողության խանգարումների ախտորոշման, բուժման և վերականգնման ժամանակակից մոտեցումները, մասնավորապես ուշադրության կենտրոնում են նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների աուդիոլոգիական սքրինինգի, լսողական տարատեսակ խնդիրների ախտորոշման ժամանակակից մոտեցումները, վերջին սերնդի լսողական սարքերի և իմպլանտների տեխնոլոգիական առանձնահատկություններն, ինչպես նաև լսողության ժառանգական խանգարումները և ականջի վիրաբուժությունը։ Հաճելի է, որ մենք այսօր անդրադառնում ենք մի կարևոր խնդրի, որի իրականում հիմքը դրվել է Հայաստանի անկախության հետ զուգահեռ։ Եվ այն ժամանակ, երբ որ նույնիսկ մասնագետները լավ չէին տիրապետում անհրաժեշտությունը, ապա առողջապահության նախարարությունը և Էրեբունի բժշկական կենտրոնը հանձնարարան այս ծրագրի սկիզբը դնելու, քանի որ մանկական ծառայությունը այդ ժամանակ վիճակի էր։ Այսօր այդ կոնֆերանսը, որը ուղղված է լսողության վերականգնողական ծառայություններին, որը սկսած նորածիններից մինչև մեծահասակ, բոլորը դրա կարիքը ունեն։ Ինչքան մենք լավ հարցի լուծում տանք, այնքան մարդիկ ավելի ներառված կլինեն առօրյա կյանքում։ Ծանրալսությունն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն այսօր աշխարհում 500 միլիոն մարդ լսողական խնդիրներ ունի, եւ եթե արդյունավետ ծրագրեր չձեռնարկվեն, ապա ըստ մասնագետների 2050 թվականին լսողական խանգարումներ ունեցող մարդկանց թիվը 1 միլիարդի է հասնելու։ Ամեն 1000 նորածնից 2-ից 3 երեխա ծանրալսություն ունի, որոնցից 1-ից 2-ը տոտալ խլություն։ Լսողության հետ խնդիրները ցավոք սրտի ավելի ու ավելի են ակտուալ դառնում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների մոտ, եւ սա իսկապես մեր նոր կենսաձևը, մեր այս տեխնոլոգիաներից շատ կախված լինելը, հիգիենան, նաև հեռախոսների և ականջակալների և այլնի հուշում են մեզ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք նաև կանխարգելմանը։ Հայտնի է, որ լսողության վերականգնման համար կատարվող կոխլեար իմպլանտացիան ավելի արդյունավետ է, երբ վաղ տարիքում է իրականացվում։ Ամենաէֆեկտիվ մեթոդը այսօր բուժման սենսոնևրալ ծանրալսության 4-րդ աստիճանի և խլության դա կոխլեար իմպլանտացիան է։ 2004 թվականից կոխլեար իմպլանտացիան կատարվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, պրոֆեսոր Քուշկյանը հիմնեց կոխլեար իմպլանտացիայի կենտրոնը 2004 թվականին, ինչի համար մենք իրան շատ շնորհակալ ենք։
Ընդունելով լսողության խանգարումների ավելացող դեպքերի ահագնացող տեմպերը, համաշխարհային մարտահրավերները, Էրեբունի քիթ կոկորտ ականջաբանության բաժանմունքի եւ առողջապահության նախարարի սուրդոլոգիայի գծով խորհրդատու, լսողության ռեաբիլիտացիայի մասնագետների հայկական նորաստեղծ ասոցիացիայի նախագահ Վիգեն Բախշինյանի ջանքերով Էրեբունի բժշկական կենտրոնը լսողության խանգարումների հայտնաբերման եւ բուժման աշխատանքները ծրագրերի առաջնահերթությունների ցանկում է ներառել։